Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան պարոն Արա Հակոբյանի հետ։ Ողջունում եմ պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, որ այժմ մեզ հետ եք։ Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնեմ, որ մեր հարցազրույցը մենք հեռարձակում ենք ուղիղ եթերով եւ այն կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, որի վահանակը դուք տեսնում եք էկրանի կոդը, տեսնում եք էկրանի ստորին հատվածում։ Եվ այսպես, պարոն Հակոբյան, առաջարկում եմ առաջին հատվածը մեր հարցազրույցի նվիրենք նախընտրական Հայաստան, այսպես անվանակոչենք, որովհետև արդեն կարծես թե աշխատանքները նախընտրական այսպես պայքարը սկսվել է, մենք տեսնում ենք Մոսկվայի ակտիվությունը, մենք այս վերջին հոդվածի մեջ, վեդոմաստ հոդվածի մեջ բավականին շատ տեղեկություններ, մեսիջներ հայտնեցին Մոսկվայից Հայաստանին, համենայն դեպս ասեցին, որ կուրատորն համակարգող են նշանակում նոր, ուժեղացնում են աշխատանքը Հայաստանի ուղղությամբ եւ մասնավորապես նրանք նշեցին, որ բառացիորեն ասացին, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պրոռուսական քաղաքական գործիչներ են եւ նրանց աշխատանքը բավարար չէ եւ դրա համար նրանք փափուկ ուժով նորից ակտիվանում են Հայաստանում, հարցս հետեւյալն է. Ինչու կարծում եք դուք մատնանշվեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պրոռուսական քարոզչություն են կատարում Հայաստանում, չնայած բավարար չէ, դրանով է պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում կամ Ռոբերտ Քոչարյանի այս վերջին կողմից արված հայտարարությունները, դիտարկենք նաեւ ինչպես է այս նախընտրական շրջանը օգտագործում Նիկոլ Փաշինյանը եւ եթե դուք կարող եք մատնանշել եւս որոշ ուժերի, որոնք արդեն նշмарվում է, ուրվագծվում է կամ հայտարարել են, որ նրանք եւս մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին եւ տեսնում ենք, որ նրանք եւս ակտիվություն են ցուցաբերում, այդ մասին եւս խոսենք այդ ուժերի համեցեք։ Տեսեք, ես չեմ հոգնի ասել, որ Հայաստանը տիրում է իշխանական համակարգ, որը ձևավորվել է 35 տարի առաջ։ Եվ այդ իշխանական համակարգը այսօր ունի հիմնական երեքսյուն։ Լևոն Տեր-Պետրոսյանը կարելի է կողմ դնել, որովհետև նրանք այսօր չեն տիրապետում անհրաժեշտ ռեսուրսին քաղաքական դաշտում։ Այսօր հիմնական երեքսյան վրա այդ իշխանական համակարգը հենվում։ Այն իշխանական համակարգը, որ իր էությամբ ապազգային է, հակապետական է, կորպորատիվ է եւ հակահայ է ընդհանուր առմամբ։ Հիմա, որոնք են այդ սյունները, դա Ռոբերտ Քոչարյան երկրորդ նախագահ սյունն է, դա երրորդ նախագահ Սերժ Սարգսյան սյունն է եւ Նիկոլ Փաշինյան այսօր գործող իշխանական վարչակարգ սյունն է եւ նրանց հարակից ուժեր։ Հիմա դուք դիտարկում արեցիք եւ դիտարկումը կարծում եմ կարեւոր է, որ ռուսական կողմից արտահոսք է եղել փաստորեն, որ այսօր Հայաստանի համակարգողը փոխվել է եւ դարձել է Կիրիենկոն, որը համարվում է Պուտինի ամենաարդյունավետ խորհրդատուներից մեկը եւ ամենաարդյունավետ կառավարիչներից մեկը, եթե կուզեք, այդտեղ արտաքին քաղաքական տիրույթում եւ Հայաստանը փաստորեն տվել են Կիրիենկոին ի համակարգում։ Եվ այդ մյուս արտահոսքը, որ ուղիղ տեքստով, այն ինչ որ դուք նշեցիք, ասվել է, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը դրանք ռուսամետ գործիչներ են, այսինքն ոնց որ թե բացահայտում է գնացել եւ այդ բացահայտման արտահոսքը եղել է Ռուսաստանից, Մոսկվայից, դա նորություն չի ընդհանուր առմամբ, բայց այստեղ տարօրինակային է, ինչ որ դուք ասում եք, որ ուղիղ տեքստով են դրա մասին խոսում եւ նաեւ ասում են, որ նրանք հին են եւ իրենց արդեն չեն բավարարում, իրենք ուզում են նոր դեմքեր, որոնք նաեւ նշում են, որ այդ նոր դեմքերը ոնց որ չկան։ Այդտեղ ես իրենց հետ կարծում եմ, իրանք խորամանկում են, որ նոր դեմքեր չկան, նոր դեմքեր բավական չկան, այդ նոր դեմքերը շատ են, այսինքն ալիքներով Ռուսաստանի ազդեցության եւ ուղիղ գործակալական ցանցի գործիչներ գալիս են
Եվ այդ իմաստով նրանք ենթադրում են, որ այդ նոր դեմքերը ասելով դեռևս ընտրանք չեն արել նոր դեմքերի մեջ, թե ում վրա կարող են հենվել կամ քանիսի վրա կարող են հենվել։ Հիմա ինչ վերաբերվում է ներհայկական այդ ակտիվությանը, այո, ակտիվությունը առաջացել եւ նորից երկու նախագահների, այսպես ասած, ուժերը եւ նրանց հարակից, նրանց այդ համատեղ գործող ուժերը երկու հիմնական ուղղության վրա են աշխատում։ Ռոբերտ Քոչարյանական ուժը ասում է, որի մեջ են նաև դաշնակցությունը, այսինքն ընդհանուր առմամբ Հայաստան խմբակցության մեջ ներառված ուժերն են, նրանք ասում են, որ պետք է գնալ 26 թվականի ընտրություններ կամ որևէ այլ ընտրություն, այսինքն հերթական կամ արտահերթ ընտրություններ եւ այդ միջոցով փորձել իշխանություն վերցնել Նիկոլ Փաշինյանից։ Մյուս կողմը Սերժ Սարգսյանական կողմը ասում է հետեւյալը, որ ընտրություններով դա կրկնվում է 2021 թվականի սցենարը, որ դրանը վերարտադրվելու է Նիկոլ Փաշինյանը, որովհետև իշխանությունը, որը ունի վարչակարգը, իշխանական վարչակարգը ունի այն բոլոր լծակները, որը անհրաժեշտ է, դա վարչական ռեսուրսից սկսած, մնացած ինստիտուտներից վերջացրած, ընտրական գործով զբաղվող, նա այդ բավարար ներուժա, որով նա վերընտրվի։ Այստեղ հետաքրքիր օրինակներ են բերում եւ մենք ես ուզում եմ դրան նորից անդրադառնալ Գյումրիի դեպքը, Գյումրի ընտրությունների դեպքը, ի վերջո պետք է նշել են փաստը, որ Նիկոլ Փաշինյանական ուժը ԿՊ-ն Գյումրիում հավաքեց ամենամեծ տոկոսը եւ դա 30%-ից ավել էր։ Այսինքն այդ վարչական ներուժը, վարչական ռեսուրսը եւ մնացած բոլոր գործիքները, որին տիրապետում է ցանկացած իշխանական վարչակազմ, բավարար է առնվազն, որ 30+ հավաքեն։ Եվ դրան եթե գումարենք նաեւ այն ուժերը, այն անհատները, այն խմբերը, որոնք շահառոյն գործող համակարգի պարագայում, ապա Նիկոլ Փաշինյանը այո, ընտրությունների պարագայում կունենա լուրջ առավելություն։ Հիմա իսկ ինչ են առաջարկում Սերժ Սարգսյանական թիմը, ասում են գնանք անվստահության բանի impeachment-ի, այսինքն Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովի կողմից անվստահություն հայտնելուն։ Գիտեք, ես անկեղծ ասած, մենք հիմա վերլուծում ենք, անկեղծ ասած սկզբունքային տարբերություն չեմ տեսնում, թե իշխանական համակարգի այդ 35 տարվա որ ուժը մոտակա impeachment-ի միջոցով, ընտրությունների միջոցով, հերթական կամ արտահերթ կամ որևէ այլ միջոցով գալու է իշխանության, որովհետև դրանից փաստացի արմատական ոչինչ չի փոխվելու։ Երանգային իմաստով կարող է փոխվի, արմատական չի փոխվելու, առավել եւս նորից անդրադառնանք ռուսական կողմի արտահոսքին, որ դրանք բոլորը ներառյալ Նիկոլ Փաշինյանը, դա ռուսական ներկայացչական դաշտում են, պարզապես ռուսները այսօր իրանցից ոնց որ բավարարված չեն առանձնապես, այդ թվում Նիկոլ Փաշինյանից առանձնապես բավարարված չեն, որտեղ Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ ասել ենք բազմաթիվ անգամ, ֆլուգերային քաղաքականություն ավարում։ Հիմա կոնկրետ ինչ վերաբերում է impeachment-ին, այսօրվա հանրապետական կուսակցության տիրույթում գործող առաջնորդողներից մեկը Դավիթ Հարությունյանը, նախկին արտադրության նախարարը, երկու կարևոր իմ կարծիքով բան ասում այդ impeachment-ի մասով, այսինքն առաջինը ասում է, որ եղած հնարավորությունների մեջ հրաժարական, ճնշման տակ, արտահերթ ընտրություններ եւ անվստահության հայտնումը դա ամենաարդյունավետ ձևաչափը կարող է լինել, այսինքն հանձն առնում, որ հանրապետականի հարակից ուժերի կողմից այդ շրջանառվող impeachment-ի գոբանը, այդ գաղափարը, դա Սերժ Սարգսյանական թևի գաղափարն է։ Եվ երկրորդ բանն ասում կարևոր, ասում է իմ կարծիքով, իր կարծիքով, այդ impeachment-ի հիմնական կռվանը դա վարչապետի թեկնածուի անունն է։ Որովհետև երբ որ գնում են impeachment-ի, այդ փաստաթղթի մեջ պետք է ներառվի առաջարկվող նոր վարչապետի անունը։ Եվ Դավիթ Հարությունյանը փաստորեն ասում է, որ հիմնական կռվանը իր կարծիքով դա է, այսինքն այդտեղ է, որ չեն գալիս համաձայնության Քոչարյանական թևը եւ Սերժ Սարգսյանական թևը։ Հիմա ինչի եւ այդ գործընթացը տանողները անընդհատ դիմում են եւ Դաշնակցությանը եւ այդ Հայաստան խմբակցության բոլոր անդամներին ասելով, ինչա դուք
վարչապետի տեխնացու չունեք, այսինքն այստեղ մի հատ իրավիճակ է ստեղծվում, որ նրանք խուսափում են այդ վարչապետի տեխնացուի իրենց վարչապետի տեխնացուի անունը տալ, եթե դա Ռոբերտ Քոչարյանն է, ապա ինչի չեք տալիս, եթե դա Ռոբերտ Քոչարյանը չի, այլ որևէ մեկ ուրիշ է, ապա ինչի չեք տալիս։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը իր այդ հանդիպման ընթացքում ուսանողների հետ թեզեր ասեց, որոնց հետ տպավորություն առնվազն, որ իր այդ 10 տարվա կառավարման ընթացքում Հայաստանը միայն զարգացել է, մենք Ադրբեջանի հետ որևէ խնդիր չենք ունեցել, ոչ ռազմական, ոչ որևէ այլ, ոչ դիվանագիտական, այսինքն Հայաստանը եղել է գերակա դիրքերում։ Ես համաձայնվեմ փաստի հետ, որ այդ ընթացքում, այդ 10 տարվա ընթացքում մենք առանձնահատուկ ռազմական ինչ-որ խնդիրներ, բախումներ, հա, մեծ կամ ոչ այդքան մեծ, առանձնապես չենք ունեցել, բայց այստեղ հարց է ծագում, թե ինչի։ Ինչու մենք այդ ռազմական բախումները չենք ունեցել, ինչի չի եղել։ Ես ուզում եմ մի հատ կարևոր բան հիշեցնեմ, որ մինչև 2005 թիվը, մոտավորապես 5-6 թիվը, հայկական կողմի ռազմական ծախսերը եւ ադրբեջանական կողմի ռազմական ծախսերը մոտավորապես համեմատելի են եղել։ Ադրբեջանին շատ է եղել, բայց շատ չի եղել, այսինքն համեմատելի ծախսեր են եղել եւ այդ ընթացքում բնական է, որ եթե համեմատելի ծախսեր են ունեցել եւ հայկական կողմը ունեցել է գերակա դիրք շփման դաշտում, հաշվի առնելով առաջի Արցախյան պատերազմի առաջի փուլի արդյունքները, բախումներ չեն եղել, բայց ինչ արել այդ ընթացքում Ադրբեջանը։ Ադրբեջանը այդ ընթացքում կառուցել է եւ բերել է վերջնարդյունքի երկու հիմնական նավթային եւ գազային ճանապարհները, այսինքն Բաքու-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթային ուղին խողովակը եւ Բաքու-Թբիլիսի Էրզրում, որը հետո նորից հանձնում է Ջեյհանին, փաստացի ասմացով դեպի գազային նավթ խողովակը։ Այսինքն Ադրբեջանը հայկական կողմի թողտվությամբ եւ Արցախի եւ Հայաստանի քթի տակով կառուցել է գազային եւ նավթային խողովակներ, այսինքն էներգետիկ ենթակառուցվածք, որը սկսել է 2005 եւ 2006 թվականներին Ադրբեջանին բերել հատուկ եկամուտներ, նավթային եւ գազային։ Այսինքն կրկնում եմ, հայկական կողմի թողտվությամբ դա եղել է եւ Արցախի կոպիտ նույն բառը օգտագործեմ քթի տակով եւ Հայաստանի քթի տակով։ Հայկական կողմը որևէ խանգարող բան չի արել, որ ենթադրենք այդ ոնց է որ մեզ շրջանցում են, անգամ Ալիևը ժամանակին վերջերս իմիջայլոց ասեց, որ արևմտյան կողմը մասնավորապես ամերիկացիք անընդհատ մեզ ճնշում էին, ասում էին, նենց պետք է արվի այդ ամենը, դեմ էին, այդ թվում դեմ էին նաև ճանապարհին, որ հետո կառուցվեց երկաթուղին, նույն Բաքու-Թբիլիսի կարս, դեմ էին, որ դա շրջանցի Հայաստանը, ասում եւ Ալիևը ասում մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որովհետեւ մենք կարողանանք դա իրականացնել։ Լավ, ամերիկացիք դրան դեմ են, ռուսների մասին չեմ խոսում, որտեղ ռուսները այդ իմ թվարկած բոլոր այդ ծրագրերում մասնաբաժին ունեին։ Բայց հայկական կողմը ինչպես է դա թույլ տվել։ Ինչի չի խանգարել։ Այդ թվում ինչի ռազմական տարբեր գործիքներ չի օգտագործել, հաշվի առնելով մենք ունենք առավելություն, չէ՞ ժամանակ։ Ինչա թույլ տվել եւ դրանից հետո, երբ որ դու նայում ես վիճակագրությունը, 2005 եւ 2006 թվականից հետո ռազմական ծախսերը Ադրբեջանը, այսինքն երբ որ գազից եւ նավթից սկսել են լուրջ եկամուտներ գալ, ռազմական ծախսերը Ադրբեջանը թռիչքային աճել են։ Թռիչքային, այսինքն բազմապատիկ անգամ ավելի մեծ են դարձել, քան հայկական կողմին։ Այսինքն մինչև Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա ավարտը Ադրբեջանը սկսել է լուրջ կուտակումներ ունենալ ռազմական իր ծախսերի մեջ։ Եվ դրա պարզա, չէ՞ որ դրանից հետո է Ադրբեջանը սկսում արդեն այդ ռազմական իր առավելությունը օգտագործել։ Դա եղավ 2012 թվականին, մյուսը եղավ 2016 թվականին եւ վերջինը եղավ 2020 թվականին։ Այսինքն փոխանակ մենք նախապատրաստվենք նույն ծավալներով Ադրբեջանի այդ ծախսերի համարժեք, իսկ եթե
տեսնում ենք, որ չեն կարողանալու ինչ որ կերպ, դա կարող լիներ, ինչպես ասեցի, ռազմական տիրույթում, դա կարող լիներ դիվանագիտական տիրույթում, դա կարող լիներ, ինչպես իրենք են ասում, մեր դաշնակցի հետ հարաբերությունների տիրույթում, թույլ չտայինք, որ այդ ծրագրերը, ենթակառուցվածքային ծրագրերը անցնեն Հայաստանի կողքով։ Այնպես որ մենք ինչքան ուզում են որպես փաստ ներկայացնեն, բա մեր ժամանակ գետնի վրա ամեն ինչ լավ ա եղել։ Գետնի վրա ամեն ինչ լավ ա եղել թվացial, բայց իրականում գետնի վրա Ադրբեջանը նախապատրաստել է իր հետագա առավելությունը նույն ռազմական եւ տնտեսական տիրույթում։ Այսինքն դա ժամանակ էր պետք եւ այդ ժամանակը հայկական կողմը Ռոբերտ Քոչարյանի օրոք Ադրբեջանին տվել է։ Դա մեկ։ Երկրորդ կարևոր բանը, այնտեղ նշվում է այդ քննարկման ժամանակ նշվում է, որ Եվրամիությունը եղել է մեր արտաքին առևտրային որպես գործընկեր, մեր արտաքին առևտրի 24%-ի այսպես ասած կողմը 24 թե 25 հիմա այս կարող թվերի մեջ սխալվում եմ, իսկ Ռուսաստանը 25%-ի կամ 24, այսինքն 1%-ի տարբերություն, այսինքն ուզում եմ ասել, որ մենք հավասարակշռված արտաքին առևտրատնտեսական հարաբերություն ենք ունեցել, ճիշտ է։ Բայց երբ մինչև այն պահը, որ 2000-ականների սկզբից պարտ գույքի դիմաց, երբ որ մեր ռազմավարական մի շարք օբյեկտներ տրվեցին Ռուսաստանի փաստացի ջրի գնով, Ռուսաստանին տրվեց կառավարումը մեր բոլոր փաստացի ենթակառուցվածքների նկատմամբ, նրանց տրվեց երկաթուղին, նրանց տրվեց ատոմակայանը, նրանց տրվեց էլեկտրոցանցերը, ռուսական կողմի փաստացի սկսեց տրվել եւ հետո ապագայում դա ամբողջացվեց հանքային լրջագույն մեր աղբյուրները, մեր ընդերքը, պարզա դրանից հետո ռուսական կողմի ազդեցությունը հայկական կողմի վրա էապես ավելանալու էր եւ ավելացավ։ Եվ ավելացավ այս կարգի, որ այդ իմ թվարկած ճանապարհները եւ էներգետիկ ենթակառուցվածքները Հայաստանը շրջանցեցին։ Ամբողջ Ռուսաստանի ձեռքում էր, բայց Ադրբեջանը դա ռուսների հետ միասին շրջանցեց Հայաստանը։ Այսինքն եկեք փաստերին, ոչ թե պարզագույն ձևով, պարզունակ ձևով, եթե կուզեք, դիտարկում անենք, որ այս բաները գետնի վրա չի եղել, բայց ինչ է եղել։ Եվ ինչի այդ ժամանակ չի եղել, հետո եղել է, որովհետև այդ ժամանակը մեր թշնամիները օգտագործեցին նախապատրաստվելու հետագա գործողություններին։ Այս ամեն ինչը ես ասում եմ ինչի, որովհետև ես կարծում եմ, ինչպես եւ արդեն ասեցի, որ սկզբունքային արմատական տարբերություն չի լինելու այդ իշխանական 35 տարվա իշխանական համակարգից, ով է մյուս իշխանությունը լինելու Հայաստանում, որ վարչակարգն է մյուս իշխանությունը վերցնելու Հայաստանում։ Սկզբունքային չի, եթե արտահամակարգային ուժեր չձևավորվեն, որոնք կկարողանան համակարգի հետ մրցակցեն, դա շատ դժվար է, շատ բազմաթիվ իմաստներով, այդ թվում ռեսուրսային իմաստով, շատ դժվար է։ Ապա Հայաստանի ապագան, իմ կարծիքով, առաջին հերթին կարծում եմ դա դեպի Ռուսաստան որևէ կարգավիճակով այդ միության մեջ լինելն է, ռուս-բելարուս, բայց Հայաստանի վրա նաև շարունակում է մեծ ազդեցություն ունենալ թուրքական կողմը, իդեմս Թուրքիա-Ադրբեջանը, այսինքն թուրքերը, Ադրբեջանը եւ ռուսները միմյանց հետ կնստեն եւ կորոշեն, թե Հայաստանը ի վերջո ում ավելի մեծ ազդեցության տակ է լինել եւ որ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքներում է լինելու։ Այն ուղին, որ իբր թե առաջացել է կամ նշմարվել է դեպի Եվրամիություն կամ դեպի Արևմուտք, ասենք ասենք, այդ ուղին ինքը իրենով իմ կարծիքով կեղծ օրակարգ է, որովհետև Հայաստանում գործող ի տարբերություն այդ ռուսական կողմի արտահոսքի, Հայաստանում գործող ուժի քաղաքական կոչվող ուժերի ճնշող մեծամասնությունը ունեն ռուսական հստակ կողմնորոշում։ Ուստի ստացվում է, որ խորհրդարանական ուժերը պարզապես ֆիքսենք, որպեսի հաջորդ հարցը ստամ, խորհրդարանական ուժերը լինին դա քաղպայմանագիրը, լինի դա Փաշինյանական թևը, թե լինի Քոչարյան Սերժ Սարգսյան թևը, դրանք գնդակը ձեռքին իրար պաստալով նույն կիսադաշտում են խաղում եւ այլ մյուս կիսադաշտում, որ պետք է լինի մյուս թիմը,
որը իսկապես տարբերվի այս երկու թիմերից, այդ երրորդ թիմը այլ առաջին հարցից վերջին հատվածն էր։ Տեսնում ենք արդյոք կա թիմ, կա գոնե մի անգամ գիտեք ինչ անհատ, որը առաջնորդ գուցե թիմ չէ, դեռ չի ձևավորված որպես թիմ, գուցե անհատ է, կամ գուցե եւ քաղաքական ուժ է։ Երկրորդ կողմ կա, եթե Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, իրանք իրար հետ այդ գնդակը վերցրել են եւ չեն տալիս։ Լավ ձևակերպեցիք, տեսանելի ձևակերպեցիք, նորից այն մի կիսադաշտ գործողները իրենք իրար մեջ մրցում են Չեն մրցում, իրենք դերերը բաժանել են պարզապես։ Չէ, կարծում եմ նաև մրցում են, որովհետև մետրոպոլիան, տվյալ դեպքում Մոսկվան, ռուս-թուրքական մետրոպոլիան, արդեն կարելի է ասենց ասել, ինքը պետք է ընտրի, թե ում վրա ինքը հենվելու։ Այսինքն դրա համար մրցում են, թե որը ավելի լոյալ կլինի այդ ռուս-թուրքական ուժին եւ նորից գտնվելով մեզ հայտնի 300 տարվա ուղղակի մեջ։ Եթե ռուսները չեն թուրքերն են, եթե թուրքերը չեն ռուսներն են։ Հիմա այն մյուս դաշտին, որին ես արդեն անդրադարձա, վիճակը շատ տխուր է եւ այնտեղ գործող ուժեր կան, այդ թվում մեր քաղաքական ուժը, բայց այդ ուժերի մեջ ներուժը դա մի քանի ռեսուրս է իր մեջ ներառում, դա ինստիտուցիոնալ ռեսուրսն է, դա մեդիա ռեսուրսն է, դա ֆինանսական ռեսուրսն է, դա մարդկային ռեսուրսն է, այդ ռեսուրսի բավարար կրիտիկական կուտակում առ այս պահը չի ստացվում իրականացնել։ Ես չեմ ասի, որ չի ստացվի իրականացնել են հայտնի X պահին, որովհետև ինքը X պահի իր մեջ գեներացիոն ներուժ է բերում, որը համախմբման իր մեջ բան ունի, հնարավորություն է առաջացնում, բայց այնուամենայնիվ ամենայնպես մենք եւ չասեմ միայն մենք, այլոք նույնպես փորձ են անում այդ ազգայնական ներուժը համախմբել, առ այս պահը դա այդքան արդյունավետ չի։ Այդ արտահոսք ենք մենք անվանում, այդ հոդվածը, Վեդոմստի, այդ հոդվածում փաստացի ասվում է, որ Փաշինյանը ասում է այդքան էլ կոմֆորտ չէ մեզ համար, չի ասում ժխտելի է, կոմֆորտ չէ այդքան էլ, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանը այդքան հին են, նշանակում է արդյոք, որ այդ մյուս կիսա դաշտը էլի իրենք են դնելու նոր խաղացող։ Ես կարծում եմ այո։ Եթե մի քիչ էլ ժամանակը կորցնի այդ ձեր ասած ուժերը, որոնց մասին ես հարցնում եմ, տեսնում ենք արդյոք, տեսանելի է արդյոք, հայտ ներկայացրել է արդյոք, դուք ոնց որ թե պատասխանում եք ոչ, որովհետև ABCD խնդիրներ կան ֆինանսականից սկսած, դեռ հեղինակությունը ֆինանսականով վերջացրած, որտեղ միջև է տեղացները, բայց հեղինակությունն էլ պետք է ունենա, վստահություն պետք է ունենա, ճանաչելիություն պետք է ունենա, ճիշտ է, արդեն պետք է իր հետևից մեծ բանակ ունենա։ Դա եթե երկարատև չլինի, Մոսկվայի այս հայտը այն է, որ ես այդ կիսադաշտն եմ ես զբաղացնելու, որտեղ այնտեղ մի փոքրիկ դրվագ կար այդ հոդվածի մեջ, էլի իրենցից ուրեմն մեկը ասում էր, որ իրենք ուզում են որոշ ազդեցություն ունենալ ապագա խորհրդարանում, այդ 26 թվականին ընտրված խորհրդարանում ունենան իրենց ներկայացուցչին։ Այո, հիմա տեսեք, իրանք այդպես էլի այդ արտահոսքի համատեքստը իրանք այդպես են ներկայացնում, բայց իրանք այդպես չեն ուզում։ Իրանք ուզում են, որ ոչ թե որոշակի ներկայացություն ունենան, այլ ունենան իշխանություն։ Համընդգրկուն իշխանություն։ Որտեղ 1-2 հոգին դա եղանակ չի ստեղծի։ Դա է իրանց նպատակը։ Հիմա այստեղ մի քանի այլ բան էլ կա, որը արտակ ոչ միայն Ռուսաստանի ցանկությունն է, այսինքն կա նաև դրան կանոնադառնանք կարծում եմ, բայց հիմա այս պահին նշենք, կա ռուս-ուկրաինական պատերազմը, շարունակվող պատերազմը։ Թվացյալ այն մոտեցումը, որ Թրամփի իշխանության գալով ռուսական կողմը մի արժեք սկսեց իրավիճակը շահել, հիմա մենք կտեսնենք եւ դրա մասին կխոսանք, տեսնում ենք, որ դա այդքան էլ այդպես չի։ Եվ այդ պատերազմի արդյունքներից է ուղիղ կախված, թե ռուսական կողմը կունենա արդյոք այդ հնարավորությունը եւ ներուժը վերադառնալ մեր տարածաշրջան եւ դիմակայել թուրք-ադրբեջանական ճնշմանը եւ այդ դիմակայության մեջ իրենք դառնան նորից առաջնորդող։ Այդ իմ ասած
անոթների սկզբունքում, փոխկապակցված անոթների սկզբունքով, այսինքն դա հարցական է, դա իսկապես հարցական է, եւ այդ հարցականի շրջանակում է, որ իրենք դժգոհում են Նիկոլ Փաշինյանից, որտեղ ինչպես ասեցի, Նիկոլ Փաշինյանը ինքը պատտվում է, որ կողմից քամին փչում է, այդ կողմի վրա շեղում է, նա չունի որևէ սահմանափակում այդ իմաստով, եթե օրինակ մյուս երկու տեխնացուների մասով ռուսները ուղիղ ասում են, որ նրանք մեր մարդիկ են, ապա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ասելով, որ մեր մարդն է, բայց վերապահում են անում, որ այնքան էլ մեր համար դա կոմֆորտնի չէ, այնքան էլ ներդաշնակ չի մեր համար, բայց այնուամենայնիվ մերն է։ Հիմա սա է վիճակը եւ նորից այդ ազգայնական ուժերի այստեղ անձերը կարևոր են ճանաչելիության եւ ներուժի իմաստով, բայց առաջնային կարևորություն ունեն նպատակները ըստիս, այսինքն եթե ընդհանրական նպատակների շուրջ համաձայնություն չլինի եւ այդ համաձայնության շրջանակում միաբանում չլինի, ապա մենք կունենանք հերթական իշխանության փոխանցում ներհամակարգային տիրույթում, որը Հայաստանը իմ կարծիքով կարող բերի վերջնական տխուր վախճանի։ Եվ երևի դրա համար էլ Ռուսաստանը ուշիով հետևելու համար այդ գործընթացին համակարգող է նշանակել, որպեսի որը ավելի լուրջ է, քան նախորդ համակարգողները իշխանից հասնալը, որպեսի իրավիճակը հանկարծ վերահսկողությունից դուրս չգա։ Շնորհակալություն, հաջորդ թեման Ադրբեջան մայիսի 9 Շքերթ Նիկոլ Փաշինյան, բայց այստեղ մի փոքրիկ նորություն էլ կա, Ադրբեջանը, որը մինչ այժմ հայտարարվել էր, որ ամսի 9-ին լինելու է Մոսկվայում, ինչպես եւ Նիկոլ Փաշինյանը, երեք հանկարծ ադրբեջանական լրատվամիջոցները տալիս են պաշտոնական ուրեմն ինչ-որ մի մարդու անուն են տալիս, անունը չեմ հիշում, բայց դե այնտեղ հանկարծակի մարդիկ չեն լինում, տալիս է հետեւյալ ձևակերպումը, որ 25 թվականի փետրվարի 20-ին հենց ռուսական կողմն է կիբերհարձակում կատարել ադրբեջանական լրատվամիջոցների վրա եւ Ադրբեջանը մեղադրում է Ռուսաստանին, ասելով, որ սա ցավալի է, մենք դեռ այն ժամանակ գիտեինք, բայց այսօր են ասում, երբ որ մի քանի օրից հետո այդ շքերթն է լինելու, որինի դեպ այդ մասին էլ մենք խոսենք, մասնակցելու է ադրբեջանական զինուժը իր համազգեստով եւ հայտարարվելու է, որ սա Լեռնային Ղարաբաղում ծառայած եւ հաղթած բանակի ներկայացուցիչներն են։ Սա ցավալի է, ասում է Ադրբեջանը պաշտոնական, որ Ռուսաստանը այսպես մեղադրում ենք մենք Ռուսաստանին կիբերհարձակման մեջ, որ Ռուսաստանը կիբերհարձակում է արել եւ հակասում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև դաշնային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ոգուն։ Այնպիսի տպավորություն է, որ Ալիևը հող է նախապատրաստում Մոսկվա չգնալու համար։ Ինչու՞։ Գուցե հենց նրա համար, որ այդ օրերին, երբ որ այնտեղ շքերթ է լինելու, Բաքվում է գտնվելու Իսրայելի վարչապետ Նետանյահուն, ընդ որում 5 օրյա այցով, այնտեղ է գտնվելու Թուրքիայի նախագահը, եւ այդ օրերին հենց ամսի 7-ից 11-ը այդ ժամանակահատվածում հենց ամսի 9-ն է, որ Ալիևը պետք է իբր մեկնի Մոսկվա։ Եվ մենք հիշում ենք, որ Իրանի նախագահն էր դրանից առաջ այցելել Ադրբեջան։ Ձեր այս ներկայացրեցի իրավիճակը ամբողջ, փորձենք այս ֆիգուրները կամ փազլի այս հատվածները տեսնել ոնց են իրար հետ դերդաշնակվում։ Տեսեք, Ադրբեջանի այդ հայտարարությունը առայն, որ կիբերհարձակում է եղել եւ իրենք գիտեն, որ դա Ռուսաստանից է եղել, ինչ այդ հայտնի դեպքը ինքնաթիռը խփելու հետ կապված նորից Ալիևը շատ կոշտ դիրքորոշում էր արտահայտում Ռուսաստանի հետ կապված եւ հիմա ինչ որ դուք նկարագրեցիք, այստեղ հետաքրքիր բան կա։ Ես նորից ուզում եմ անդրադառնալ հաղորդակցվող անոթներում թուրք-ադրբեջանական կողմի ազդեցության ավելացման փաստին։ Եթե միջ ենթադրենք 22 թվականը, sense ձևակերպում 2022 թվականը, մինչ այդ նույնպես այդ գործընթացները կային, բայց 22 Ղարաբաղից սկսած, Ղարաբաղի 20 թվականի պատերազմից, Արցախի պատերազմից սկսած եւ ադրբեջանական կազմակերպված հաղթանակից սկսած։ Թե մինչ այդ
Ալիևը ինքն էր խնդրողի դերում Պուտինի հետ հարաբերությունում տարբեր հարցերով, սկսած ռազմական, ռազմավարական, աշխարհքաղաքական, Արցախի խնդիրների հայկական հարցի շուրջ, ապա հիմա Պուտինն է խնդրողի դերում։ Եվ Ալիևը առիթը բաց չի թողնում հանրային իմիջայլոց ցույց տալով, որ ես ունեմ ազատության այսպիսի աստիճաններ եւ Վլադիմիր Վլադիմիրովիչ խնդրի, որ ես գամ։ Սա է հարաբերությունների այն սցենարը, որ այսօր գործում է թուրք-ադրբեջանական տանդեմի եւ ռուսական Պուտին առաջնորդողի միջև։ Դա մեկ։ Մյուս բանն է, որ դուք թվարկեցիք երկրները, որոնք Ադրբեջանի հետ վերջին ժամանակներս ունեցել են լրջագույն հարաբերություններ եւ լրջագույն քննարկումներ։ Ես դրան մի բան էլ ավելացնեմ, Չինաստանը, որովհետեւ Ալիևը մեկնել էր Չինաստան եւ պետական այցով եւ պետական այցին համարժեք լրջագույն վերաբերմունք էր ստացել, որպես լրջագույն պետության լրջագույն առաջնորդող եւ ստորագրվեց Չինաստանի հետ երկրորդ համաձայնագիրը այս անգամ ռազմավարական համակողմանի համագործակցության վերաբերյալ, որը իր մեջ ներառում է փաստացի ամեն ինչ, անվտանգությունից սկսած մինչև տնտեսություն, մշակույթ եւ այլն։ Եվ իհարկե հաղորդակցություն, ճանապարհներ, նավթային եւ գազային հարաբերություններ եւ այլն։ Այնպես որ Ադրբեջանը լրջորեն դիրքավորվում է, Ալիևը մի անգամ չի որ ասել է, որ իր ուղին ինքը չի տեսնում դեպի արևմուտք։ Այսինքն ինքը պահպանելով արևմուտքի հետ, մասնապես նույն Եվրոմիության հետ, նույն ԱՄՆ-ի հետ ջերմ ռազմավարական հարաբերություններ, վկա այն գազը, որ Ադրբեջանը տրամադրում է եվրոպացիներին, այդ թվում ռուսական գազն է Ադրբեջանի միջոցով տրամադրվում, դա հասկանալի է եւ դա գաղտնիք էլ չի, եւ ազդեցության լծակներից մեկը ռուսների նկատմամբ հենց դա է։ Ադրբեջանը դիրքավորվում է դեպի արևմուտք, դեպի արևելք, պահպանելով ջերմ հարաբերություններ արևմուտքի հետ։ Այսինքն Չինաստան, այսինքն Պարսկաստան, Իրան, այսինքն անպայման Իսրայել եւ իհարկե եղբայրական Թուրքիա։ Եվ այն փաստը, որ Նետանյահուն, ինչպես դուք նշեցիք, երկարատև 4-5 օրվանոց այցելությունը դա հազվադեպ բան է, չէ՞։ Պատերազմող, այո, պատերազմի մեջ գտնվող երկրի համար։ Դրանից առաջ էլ Իրանն է եկել եւ Իրանի հետ էլ այդ ամեն ինչը քննարկվել է Ադրբեջանում։ Եվ Էրդողանյանը դա կարող է նաև նշանակի եւ կարծում եմ կնշանակի, որ Ալիևը միջնորդելու է Էրդողան-Նետանյահու որոշակի լարում կա, այդ լարման մի մասը բեմադրված է իհարկե, բայց մի մասը իրականում կա, այսինքն լարում կա առայն թե օրինակ նույն Սիրիայում իսրայելյան կողմը թե թուրքական կողմը ինչպեսի ազդեցության չափ են ունենալու, այսինքն այդ չափը հիմա որոշվում է եւ այդ չափի շրջանակում օրինակ Իսրայելը ռմբակոծել էր վերջերս Դամասկոսի մոտ գտնվող որոշակի ռազմական օբյեկտներ, որովհետև նա ասել է, որ դուք դրուզներին, իսկ Իսրայելի մոտ դրուզների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա, որովհետև դրուզներ կան նաև Իսրայելում, դուք դրուզներին կոտորել եք, մորթել եք, մենք դες պատժում ենք։ Դա այդ առիթն է իմ կարծիքով, բայց իրականում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է Սիրիայում ազդեցության ոլորտների եւ ազդեցության չափերի համատեքստում։ Եվ այդտեղ միջնորդ հանդես է գալիս Ադրբեջանը իդեմս Ալիևի։ Իսկ Իրանի հարցում։ Իրանի հարցում ես կարծում եմ համաձայնության են ուզում գալ Իրան, Ադրբեջան, Ռուսաստան։ Հյուսիս-հարավ հիմնական այդ ծրագրային տիրույթն է։ Բայց Իսրայելին իրանական հարցը Իսրայելի համար ամենակարևոր հարցերից մեկն է։ Ամենակարևոր հարցերից մեկն է այսօր, բայց Իսրայելը առ այս պահը չի հաջողում ունենալ Իրանի նկատմամբ կոալիցիոն հարձակման, չի հաջողում այդ խնդիրը լուծել, կոալիցիոն հարձակման խնդիր լուծել, որովհետև ամերիկացիք, անգամ Թրամփը առ այս պահը նորից չի համաձայնվում, որ ինքը պետք է մասնակցի ռազմական գործողություններին Իրանի հետ կապված, իսկ Ադրբեջանն էլ բնականաբար խիստ ռիսկային կլինի, որպեսզի առանց ԱՄՆ-ի մասնակցության իրանք Իրանի հետ ունենան լարում։ Այսինքն ես կարծում եմ, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում
փորձ է արվում որոշակի համագործակցային տիրույթ ձևավորել եւ այդ համագործակցային տիրույթը վերաբերվել է նույնիսկ էներգետիկային եւ ճանապարհներին մասնավորապես խոսվել է եթե հայկական տարածքով այդ միջանցքը կոչվում էր Զանգեզուրյան միջանցք այսպես կոչված եւ այդ միջանցքը առայսպա Ադրբեջանը չի կարողանում ստանալ ապա Իրանով ինքը այդ ճանապարհը վաղուց ունի եւ այդ ճանապարհի այդ միջանցքի, բայց Իրանի վերահսկողության տակ բնականաբար այդ միջանցքի բարեկարգման մասին ոնց որ պայմանավորվածություն են ձեռք բերել եւ այդ բարեկարգման անունով այն նոր անուն է շրջանառում Արաքսյան միջանցք։ Այսինքն Ադրբեջանը եւ նորից հերթական անգամ մատաթափ տալիս հայկական կողմի վրա, այ դուք տեսեք զրկվում եք այն բարիկներից, որ դուք կարող եք ունենալ, եթե մենք այդ միջանցք ունենանք, դուք էլ տեղից ձեր մի մասը կունենայիք։ Ադրբեջանը տարածաշրջանում, ինչպես եւ Ալիևը ասում է, դառնում է եւ եթե ոչ դարձել է գործոն։ Այն ինչ որ մենք թվարկեցինք, այն ինչի մասին մենք խոսեցինք եւ այն կեցվածքը, որ կգամ Մոսկվա մայիսի 9-ին, տես, հա, բայց դու ինձ ասա, որ դու շատ ես ուզում, որ ես գամ, հա? Դա Ալիևյան կեցվածքը, որը իմ կարծիքով չի համապատասխանում այն կշռին, որ Ադրբեջանը որպես երկիր եւ Ալիևը որպես կառավարիչ պիտի ունենա տարածաշրջան, բայց այս պահին դա է փաստը եւ ես չեմ կարծում դա շատ երկար կտևի։ Զավեշտ կլինի, եթե պաշտպանության նախարարին ուղարկի, ճիշտ է։ Ես դրան ճիշտ ասած այդքան չեմ հավատում, բայց դա կլինի շատ մեծ դեմարշ, շատ մեծ վիրավորանք Ռուսաստանի նկատմամբ։ Այդ ամենի մեջ իհարկե շատ ենք խոսել, ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում, որ այս անգամ եւս ձեզ հետ եմ այս հարցը քննարկում, այդ շքերթին ներկայ լինելու Փաշինյանը։ Այո։ Ներկայ լինելու։ Փաշինյանը չունի այդ ազատության աստիճանը, ինչ որ ունի Ալիևը։ Փաշինյանը չի կարող չգնալ։ Որտեղ մենք արդեն քննարկեցինք, որ ռուսական կողմը իր համար ամենահարմար թեկնածուն է այսօր փորձում գտնել Հայաստանի ապագա կառավարչի դերում։ Եվ Փաշինյանը գիտի, որ Ռուսաստանը որոշող ընդունումներից մեկն է, եթե ոչ առաջինը, եթե Ուկրաինայի հետ պատերազմում նրանք հաջողություն ունենան վերջնական։ Եվ Փաշինյանը չի կարող չգնալ, որտեղ իր անձի եւ իր վարչակարգի բախտն է որոշվելու։ Այսինքն որ Փաշինյանը այդ ազատության աստիճանը չունի։ Ալիևը ունի, որովհետև ոչ թե Ալիևն է այսօր կախված Պուտինից, այլ Պուտինն է կախված Ալիև-Էրդողան այդ տանդեմից։ Թրամփի 100-րդ օրը նշանավորեց Թրամփը այնուամենայնիվ ինչ որ թուղթ չեմ կարող ասել, որովհետև շատերը համարում են, որ Ուկրաինայի հաղթանակն էր սա։ Ոչ թե ինչ որ թուղթ էր, Ուկրաինայի համար կարևոր եւ Միացյալ Նահանգների համար կարևոր վերջաբանների գնահատմամբ կարևոր փաստաթուղթ ստորագրվեց, բայց ստորագրվեց շատերը մատնանշում են, որ հենց 100-րդ օրվա այդ շրջանակներում, որպեսզի Թրամփը ինչ որ մի բան ցույց տալու կամ այսպես հպարտանալու առիթ ունենա։ Այո, այդպես է, թե սխալվում ենք մենք։ Տեսեք, եկեք այդ դուք երկու բան միմյանց հետ կապեցիք, կարելի է տենց դիտարկել, այսինքն 100 օրը եւ ռուս-ուկրաինական պատերազմում Ամերիկայի այսպես ասած միջնորդությունը։ Որպես կետերից մեկ։ Որպես կետերից մեկ։ 100-րդ օրվա։ Հիմա 100-րդ օրվա տեսակետից այսպես ասենք, որ նախնական այն հարցախույզերը, որ արվում են, ամերիկյան ընտրողը այնքան էլ գոհ չի այն զարգացումներից, որը առկա են։ Այսինքն կան մի քանի բաներ, մասնավորապես սահմանի փակումը ապօրինի ներգաղթյալներից։ Այդտեղ գոհ են եւ գոհ են շատ, որովհետեւ ի վերջո Թրամփը կարողացավ ապօրինի ներգաղթը Ամերիկա կասեցնել։ Դա իրականում լրջագույն խնդիր էր ոչ միայն Ամերիկայի համար, ամբողջ հավաքական արևմուտքի համար։ Եվ եթե նույն Եվրոմիության շրջանակում չկարողանան այդ խնդիրը լուծել, դա մի հարց է, որը ապագայի տեսակետից ոնց որ ներդրված ական լինի, որը պարբերաբար պայթում է եւ ինչ-որ պայ շատ մեծ պայթյուն է լինելու։ Թրամփը այդ խնդիրը լուծեց ԱՄՆ-ի համար եւ հիմա մյուս խնդիրն է լուծում, այսինքն ոչ միայն փակել է սահմանը ապօրինի ներգաղթյալների համար, այլ ապօրինի ներգաղթյալներին դուրս է մղում ԱՄՆ-ից։ Դա նույնպես շատ կարեւոր խնդիր է, որ ինքը լուծում է եւ նույնպես այդտեղ կա գոհունակություն ամերիկյան հանրության մոտ։ Այդ երկու խնդրի մասով իրանք ունեն լուրջ
գոհունակություն։ Մյուս հարցերով, մասնավորապես այս տարիֆների հարցով, առևտրային հարցերով, Եվրամիության, Կանադայի եւ ընդհանուր աշխարհի հետ այդ, այսպես ասած, առևտրային պատերազմի հարցերում կա դժգոհություն։ Կա դժգոհություն, որովհետեւ կա անորոշություն, մարդիկ անհանգիստ են, որովհետեւ ինֆլյացիոն պիկային ինչ-որ պահեր եղան, ֆինանսական շուկաներում անկումներ եղան, մարդիկ անհանգիստ են եւ անորոշությունը շարունակվում է դեռևս, չնայած Թրամփը ասում է, որ այդ անորոշությանը պետք է որոշակիորեն դիմանալ եւ կարճ ժամանակում այդ խնդիրները կլուծվի, կտեսնենք, որովհետեւ ինքը ինչպես գիտենք բոլորս, կասեցրեց 90 օրով այդ տարիֆների կիրառումը ամբողջ աշխարհի վրա բացի Չինաստանից եւ այդ կասեցումը բերել է նրան, որ հարաբերություններ են փորձում շտկել, մասնավորապես իրենց նախկին դաշնակից, որտեղ այսօր հարաբերությունները դաշնակցային չի, նախկին դաշնակից երկրների հետ, եվրոպական երկրների, Կանադայի հետ եւ այլն։ Մասնավորապես մոտակա օրերս Կանադայի նոր ընտիր վարչապետը գնալու է ԱՄՆ եւ հանդիպում են ունենալու Թրամփի հետ եւ տեսնենք թե ինչ կլինի, համենայն դեպս երկու կողմներ միտված են համագործակցության։ Լուրերը այդպեսին են եւ իրենց խոսքն է այդպեսին։ Հիմա ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակում լուրջ դժգոհություն կա ԱՄՆ-ի ամերիկացիների կողմից առայն, որ Պուտինը, ինչպես Թրամփը ինքը ասեց, իր բառերն են կրկնում, իր քթից բռնած տանում բերում է։ Այսինքն խաբում է։ Ասում է բան, իսկ այդ ընթացքում օգտագործում է այն առավելությունը փաստացի, որ ամերիկյան կողմը տվել է ռուսներին, Ուկրաինային չմատակարարելով զենք զինամթերք, անհրաժեշտ ռուսները կարողանում են մարտի դաշտում հաջողություններ գրանցել։ Օգտագործում է Պուտինը, դա հիմա լավ Թրամփը ինչքան էլ ջերմ հարաբերություններ կամ ջերմ վերաբերմունք ունենա Պուտինին, նա հասկանում է, որ վարկանիշի վրա դա էապես ազդում է։ Եվ մարդիկ չեն հասկանում, թե ինչի է նա դա անում, երբ որ Պուտինը ակնհայտորեն իրեն խաբում է։ Եվ հիմա վերաբերմունքը այսպեսին է, եւ այդ վերաբերմունքը Թրամփը արտահայտեց ոչ այդքան կոշտ, բայց արտահայտեց կոշտ բավականաչափ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Իմիջիաստեղ մի հատ շեղմենք մի պահ, Մարկո Ռուբիոյի կշիռը էապես ավելացել է Թրամփյան, այսպես ասած, վարչակարգում, որովհետեւ Վոլթին անվտանգության ազգային անվտանգության խորհրդականին, գծով խորհրդականին փաստացի պաշտոնանկ արվեց, այն հայտնի Signal Gate այդ հարցի շրջանակում, նա գնում է ԱՄՆ ներկայացնի ՄԱԿ-ում եւ ժամանակավոր այդ պաշտոնավորումը տրվեց նույն Ռուբիոյին։ Այսինքն Ռուբիոն ծանրակշիռ շատ գործիչ է դարձել եւ առաջնորդող գործիչներից մեկն է։ Հիմա Ռուբիոնն ասաց հետեւյալը, որ մենք չենք կարող 100 օր մենք զբաղված ենք այս ռուս-ուկրաինական խնդրով, մենք չենք կարող անընդհատ դրանով զբաղվել, որտեղ մեր համար օրինակ ավելի կարևոր խնդիր կա, ապագայի տեսակից դա Չինաստանն է։ Չինաստանի հետ մեր հարաբերությունները շատ ավելի կարևոր են եւ մեր համար, եւ աշխարհի համար, քան այդ ռուս-ուկրաինական պատերազմը։ Մենք միջնորդի կարգավիճակից կարող է դուրս գանք։ Դա չի նշանակում մենք դրա ուշադրություն չենք դարձնի, բայց մենք միջնորդի կարգավիճակից կարող է դուրս գանք։ Եվ այստեղ գալիս է հենց այն, ինչի մասին դուք արդեն ասացիք, պայմանագիրը։ Այո, փորձեր արվում եւ դա հաջողվեց, որ այդ պայմանագիրը այդ 100 օրվա շրջանակում որպես արդյունք ներկայացվի, բայց պայմանագիրը ինքն իրանով իրականում արդյունքը ինչի։ Որովհետեւ սկսենք հետեւյալից, որ պայմանագիրը կոչվում է տնտեսական հարաբերությունների մասին պայմանագիր։ Պայմանագրի մեջ առաջնային ինստիտուցիոնալ գործոններից մեկը դա հիմնադրամ է ձևավորվում վերակառուցման ներդրումային հիմնադրամ, որի նպատակը պետք է լինի Ուկրաինայի վերակառուցումը։ Պայմանագիրը վերաբերվում է օգտակար հանածոներին, որը կա Ուկրաինայում, եւ որը Ուկրաինայով նաեւ անցնել է, դա վերաբերվելու է նաեւ նավթին եւ գազին, մասնավորապես հազվագյուտ մետաղներին, որը Ուկրաինայում կա, եւ ամերիկացի Թրամփը եւ մնացածը ասում են հետեւյալը, որ ամերիկյան ներկայությունն է լինելու Ուկրաինայում այդ պայմանագրի շրջանակում եւ դա ռուսների համար պետք է դառնա զսպիչ, որովհետեւ մի բանա դու խփում ես ուկրաինացիներին, մի բանա որ խփում ես ամերիկացիներին կամ ամերիկյան ընկերությունների ինստիտուցիոնալ ներկայացմանը։ Եվ այստեղ մի այլ կարևոր բան կա, որ ամերիկացիք միջև այս պահը Թրամփը կասեցրել էր ցանկացած զինամթերքի մատակարարում Ուկրաինային, հիմա այդ զինամթերքի մատակարարումը, բայց արդեն ոչ որպես օգնություն, այլ որպես վաճառք,
իրականացվելու է։ Այսինքն առաջի մասը 50 միլիոնի կարգի հակաօդային ես կարծում եմ բաներ են, այդ հենց այն ռազմական այն գործիքներն են, որ ուկրաինացիք առաջին հերթին ուզում էին, որտեղ Ռուսաստանը անընդհատ ռմբակոծում է, ուկրաինացիք չեն կարողանում դրա դեմը առնել, հակաօդային գործբաների, սարքավորումների, ռազմական միջոցների տրամադրումը լինելու Ուկրաինային։ Եվ դա լինելու է արդեն վճարումով։ Այդ բանի համաձայնության շրջանակում, այսինքն 50-50% հա հայատիրությամբ այդ հիմնադրամը լինելու եւ ուկրաինական կողմը իր 50%-ից հա վճարելու է ամերիկյան կողմին կամ այլ կերպ ամերիկյան կողմի մատակարարումները ռազմական դիտարկվելու է որպես միջոցի ներդրում այդ հիմնադրամի մեջ։ Այսինքն ռուսական այն ինչ որ էլի անդրադառնանք մեր նախկին ասացին ռուսական կողմի հաղթանակած վիճակը, որը կանխատեսվում էր, այս պահին հարցականի տակ է դրված։ Եվ եթե Պուտինը եւ իր վարչակարգի մնացած Լավրով եւ մնացած ներկայացուցիչները փորձեն շարունակել խաղալ այդ վտանգավոր խաղը Ամերիկայի հետ, ապա Ամերիկան կարող է կողմ քաշվի, շարունակի մատակարարումներ ունեն տալ Ուկրաինային, այս անգամ արդեն վճարովի, եղած համաձայնագրի շրջանակում եւ դրա կողքին կանգնած են նաեւ եվրոպացիք։ Այնպես որ Ռուսաստանի վիճակը կրկին սկսի վատ թալանալ։ Եվ այդ տեսակետից այդ պայմանագիրը ինքը թուղթ չի, ինքը լուրջ ազդեցություն կարող ունենա տարածաշրջանային զարգացումների Եվ եթե հավակնություններ ուներ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված, նա կարող է այդ մասին մոռանալ։ Տեսեք, այստեղ Ռուբիոն ձեր ասացի շրջանակում մի հատ կարևոր բան ասեց, որը երկակի, այսպես ասած, բան ունի, նշանակություն ունի, նա ասեց Ռուսաստանը չի կարող գրավել ամբողջ Ուկրաինան, ինչպես ինքը ուզում է, չի կարող գրավել, հստակ ասում է։ Միաժամանակ ասեց Ուկրաինան չի կարող վերադառնալ 2014 թվականի սահմաններին։ Այսինքն հերթական անգամ ամերիկյան կողմը ասում է պետք է փոխզիջման գնաք, կգնաք լավ։ Չեք գնա, մենք մեր ուղին արդեն Ուկրաինան իր պատասխանը արդեն տվել է դրան։ Ես գիտեմ, որ Ուկրաինան տվել է, բայց ռուսները չեն տալիս։ Դե Թրամփն էլ ասում է, եթե մի քիչ էլ հապաղես քո պատասխանը տալը Ռուսաստանին Մերկո քո վիզա 500% մաքսատուրքեր կնշանակեն։ Տեսեք, այդ Ռուսաստանի վրայի մաքսատուրքերը չեն այդքան կարևոր։ Դե խոսք է դա։ Դա ասում է։ Տեսեք, այդտեղ ուրիշ բան կա։ Երկակի մաքսատուրք հասկացությունը կա։ Օրինակ, վերջերս Իրանի վրա ճնշման համատեքստում Թրամփը հրամանագիր ստորագրեց երկակի մաքսատուրքերի վերաբերյալ։ Դա ի՞նչ է նշանակում։ Երկրորդային մաքսատուրքերի, երկակի չասենք, երկրորդային մաքսատուրքերի։ Դա ի՞նչ է նշանակում։ Այո, նավթի գազի այն երկրների վրա է նավթաբան турքեր դրվում, որոնք Իրանից առնում գնում են նավթ կամ գազ։ Հիմա այդ երկրորդային տարիֆները, այսպես ասած երկրորդային սանկցիաները կարող կիրառվել Ռուսաստանի վրա, եւ դա փաստացի կիրառվելու է Չինաստանի վրա նորից եւ Հնդկաստանի վրա նորից։ Հիմա Հնդկաստանի հետ քանի որ հարաբերությունների վերականգնում կա տեսանելի ամերիկացիների մոտ, ապա օրինակ Հնդկաստանը կարող հրաժարվի Ռուսաստանից գնել այլևս նավթ կամ գազ, այդ թվում Իրանից գնել նավթ եւ գազ կարող է հրաժարվի եւ սկսի մատակարարվել նույն ԱՄՆ-ի կողմից։ Որտեղ Թրամփը դա էլ է ասում է դուք մեզ տասնամյակներ շարունակ օգտվել եք մեզնից, հիմա մեզնից օգտվեք նաև նավթ եւ գազ գնելով։ Ամենայն դեպս Ուկրաինան ուզում էր անվտանգության երաշխիք, այդպես անվանումով երաշխիք չստացավ, բայց Թրամփը ասում է մեր այս համաձայնագիրը, մեր այդ ներկայությունը դա արդեն որոշակի երաշխիք է։ Դե Ուկրաինան որոշ չափով իր հարցը ճիշտ է պատերազմից դուրս չեկավ, բայց որոշ չափով իր հարցը լուծեց։ Մնում է տեսնենք Հայաստանը ինչ է անելու։ Մենք դա քննարկեցինք եւ նորից որպես վերջաբան ասեմ հետեւյալը օգտագործեմ նաեւ ձեր այդ ձևակերպումը, որը տպավորիչ ձևակերպում է, որ ունենք երկու կիսադաշտ, մի կիսադաշտում գործում է 35 տարի Հայաստանը տիրած համակարգը, իշխանական համակարգը եւ նա ներկայացուցիչները։ Հիմա այս 4 ներկայացուցիչներն 3-ն են այսօր ակտիվ։ Մյուս դաշտը դեռևս չի ձևավորված եւ մենք պետք է առավելագույնը անենք, նրանք ովքեր քաղաքական տիրույթում են, հասարակական տիրույթում են, պետք է առավելագույնը անեն, որ ընդհանրությունները ավելի
հեշտ լինի գտնել եւ նպատակների շուրջ միաբանվեն, ոչ թե անձերի կամ ուժերի։ Նպատակների շուրջ եւ այդ պարագայում կարծում եմ կկարողանանք մենք այս դաշտի գործիչներին, համակարգային գործիչներին հակազդել Հայաստանի ապագայի համատեքստում։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ։ Ազգային օրակարգ-կուսակցության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ էինք զրուցում, զրուցում էր մեր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։